Ես առնվազն 2013 թվականից այդ թեմաներով զբաղվում եմ իրեգուլար պատերազմների մեթոդներով եւ այլ բայց այնտեղ բարդ ռազմական գիտությունների լեզու է եւ բացատրել սովորական ուկմունդերին ինչ է տեղի ունենում բավականին դժվար է։ Ուղղակի պետք է հասկանալ, որ հիբրիդային պատերազմների մեթոդների եւ նպատակներից մեկը ռուսական հիբրիդային մեթոդներից մեկը այն է, որ իրանք շատ ագրեսիվ են եւ նպատակն է նման հիբրիդային պատերազմներ պարալիզացնել իշխանությունը, պարակտել հասարակությունը, պարակված վիճակում ստեղծել անվստահություն, այն սոցիալ տարածաշրջանները, որը կան երկրում, խորացնել եւ ստեղծել դեֆրագմենտացնել հասարակությունը, քանդել հասարակությունը, պարալիզացնել հասարակությունը, կտրել հասարակությունը իշխանությունից, երբ իշխանությունը աջակցություն չունի, եւ այդ վիճակում պարտադրել իշխանության անային քայլերը, որը ուզում է անել ուժային կենտրոնը, որ մեթոդները կիրառում են։ Ագրեսիվ, ստիպել, պարակտելով հասարակությունը, քանդելով հասարակությունը, քանդելով մշակույթը բոլոր ոլորտներում, բոլոր ուղղությունների վրա, ազդում ես հասարակության վրա, որ դեֆրագմենտացնես, քանդես, պարալիզացնես, տարանջատես իշխանությունից, տարանջատես պետությունից, անվստահություն ներշնչել պետական հաստատությունների նկատմամբ, որ ուժայինները չկարողանան աշխատեն այնպես ինչ նրանք պիտի աշխատեն, պարալիզացնում ես ուժային կենտրոնները, ուժային հաստատությունները, ներքին անվտանգությունը, արտաքին անվտանգությունը եւ այլ։ Դա կարելի ասել կլասիկ մոտեցումներ են, որը հաստված են կլասիկայի։ Այդպես է աշխատում հիբրիդային պատերազմների մեթոդները, այդպես է աշխատում, ես կարող եմ ասել վստահ Ռուսաստանի հիբրիդային պատերազմների դպրոցը այդպես ձևավորենք։ Ռուսաստանի մոտեցումը կարելի ասել ավելի ագրեսիվ է, Ռուսաստանը աշխատում է միշտ խիստ մեթոդներով, հարվածները խիստ են, արևմուտքի մոտեցումները ավելի փափուկ են ճակետներում, իրանք ավելի շատ են օգտագործում փափուկ, նուրբ մեթոդներով, Ռուսաստանը աշխատում է շատ խիստ, շատ դաժան եւ շատ դաժան դեպքերով խփում է հասարակությանը, խփում է պետությանը, խփում է նորից են կրկնում իշխանությանը։ Նպատակն է քանդել այն օղակները, որը որոշում են ձևավորում եւ կայանացնում երկրում։ Այդ օղակները պիտի քանդված լինեն, պիտի պարալիզացված լինեն եւ երկիրը դառնում է պարալիզացված եւ ի վիճակի չգործել։ Այդ ժամանակ սկսում են արդեն ուրիշ գործողություններ, արդեն հատուկ գործողություններ, այդ ժամանակ արդեն պատրաստ է երկիրը, հասարակությունը, պատրաստված երկիրը արդեն հեղաշրջման կամ տերորիստական ակտերին եւ այլ։ Այսօր, երբ վիճակը գնում է, process-ները գնում են, նշանակություն չունի Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար է գնացել էսկալացիայի, թե իրան խաղացրել են։ Միքայել Արկիպոսկոսը Աջապարյանը հասկանում էր ինչ է անում, գիտակցաբար է գնում այս քայլերին, թե չէ, երկրորդական է, որովհետև շրջանակը, որը կառուցված է, այդ խաղը, որը Ռուսաստանի կողմից կառուցված է, այնպես ձևավորված է, որ լինի տեղի այս էսկալացիան, որը կա։ Հասկանում են կողմերը, դերակատարները, որոնք ուրիշի խաղի մեջ են, թե չէ, այսօր դա երկրորդական է։ Դաժան օրինակ կբերեմ մեր հայկական պատմությունից 1999 թվականին հոկտեմբերի 27-ին Հունանյանը ինձ համար նշանակություն չունի, գիտակցաբար է արել, թե իրան խաղացրել են, երբ ինքը գնացել են տերորիստական ահաբեկչության, որը մենք ունեցել ենք հետևանքները Հայաստանի համար եղել են նույնը, իմացել է Ունանյանը ինչ անում, թե Ունանյանին խաբել են, խաղացրել են, դա կարևոր է դատարի հանրանի համար եւ Ունանյանի համար, երկրի համար հետևանքները նույնն են լինելու։ Դրա համար ինձ համար երկրորդական հարց է հիմա Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար էր վերջի մի քանի ամիսը սրել վիճակը։ Մենք հիշում ենք ոնց է Նիկոլ Փաշինյանը փորձում, ոչ թե փորձում, հարվածներ հասնում հայ առաքելական եկեղեցում։ Ոնց է Նիկոլ Փաշինյանը օգտագործում բառապաշար, որ անընդունելի է հասարակական դաշտում օգտագործել, պարլամենտում օգտագործել։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը հասկանում էր ինչ է անում, թե Նիկոլ Փաշինյանը կուր գործիք է, ինձ համար դա երկրորդական է։ Ես տեսնում եմ, որ Հայաստանում էսկալացիա է գնում եւ հասկանում եմ, որ էսկալացիան գնում է հիբրիդային պատերազմների օրենքների մեջ եւ դրա հետևանքը եւ դրա նպատակն է պարալիզացնել հայկական պետությունը,
պարալիզացնել հայկական իշխանությունը, պարալիզացնել հայ առաքելական եկեղեցին, որի վիճակի չլինելով հայտարարություններ եւ ազդել հանգստացնել հասարակության, որ ինքը իրան մտցնում են այս գործողությունների մեջ եւ մենք որպես հասարակություն մտնում ենք արհեստական, ոչ թե արհեստական պլանավորված, պատրաստված մի համատեքստի մեջ, որտեղ իշխանափոխությունը Հայաստանի պետականության քանդման հաջորդ փուլի անցումը դառնում է կարող է դառնալ իրականություն, որտեղ եթե մենք ընտրում ենք այս ճանապարհը, եթե Հայաստանում իշխանությունը փոխում է ոչ թե սահմանադրական ընտրությունների միջոցով, բայց ուրիշ մեթոդներով, ոչ հեղափոխական մեթոդներով, հեղափոխությունը գրաղիգնում, այստեղ հեղափոխություն չկա, այդ մեթոդները չեն աշխատում։ Դա նշանակում է, որ հայկական պետականությունը Հայաստանը թուլանում է, եւ հոդացած Հայաստանը ավելի խոցելի է դառնալու Ռուսաստանի եւ Թուրքիայի եւ մնացած ուժային կենտրոնների պարտադրման եւ թելադրման համար։ Դրա համար հիմնական արդյունքը հիմա որ մենք տեսնում ենք Գայան, որ տեղի ունենում էսկալացիա, այդ էսկալացիայի մասնակցում են եւ սկսել է էսկալացիան իշխանությունները, որը ներ են քաշել եկեղեցականներին, ես դեմ եմ այն ձևավորման, որը տալիս է արքիեպիսկոպոսի հակաեկեղեցական շարժման շրջանակում է հակաեկեղեցական ես չեմ շարժում, հակաեկեղեցական շարժում կա Հայաստանում։ Ես չեմ պատրաստ չեմ նման ձևավորում տամ, ես հույս ունեմ, որ մենք ունենք հակասություն եւ բախում իշխանությունների եւ մի քանի եկեղեցականների հետ։ Ես այսօր պատրաստ չեմ ասի, որ հայ առաքելական եկեղեցին դիմադրում է հայկական իշխանություններին։ Փառքաստում ենք դրան չեք ասել։ Բայց վիճակը սրվում է։ Եվ այսօր ինչը մենք տեսնում ենք Էջմիածինում, մենք խոսում ենք տեղի ունեցել շատ վտանգավոր մոտեցում։ Առաջինը հայկական ուժային կառույցները, ներքին գործերի նախարարությունը, ոստիկանությունը փորձել է ուժ կիրառի հայ առաքելական եկեղեցու ներքո տաճարի Էջմիածինում ԱԱՑ-ն փորձել է մտնել Էջմիածին։ Դու որպես պետություն, որպես իշխանություն կիրառում ես հայկական պետության գործիքը, ուժային գործիքը հայ առաքելական եկեղեցու տարածքում։ Ավանդաբար դուք գիտեք իհարկե, ես էլ գիտեմ, որ հայ առաքելական եկեղեցու տարածքը միշտ եղել է անթույլատրելին ման գործողությունների մասին ողջ հանցագործները փախնում են եւ թաքնում են եկեղեցու ներքո, այնտեղ ուժ կիրառել հայի կողմից չի ընդունվում։ Այստեղ Նիկոլ Փաշինյանը հրամայում է եւ քո պետությունը, քո ուժային նախարարությունները, հաստատությունները փորձում են ուժ կիրառել։ Որովհետեւ Աջապահյանը եկել է Էջմիածին։ Աջապահյանը եկել է Էջմիածին։ Աջապահյանը համաձայնում է դուրս գալ, հետո հասարակությունը չի թույլ տալիս, որ ուժ կիրառվի։ Եվ այստեղ մենք տեսնում ենք երկրորդ ցիկլը արդեն սկսում է, եւ ուժային մարմինները չեն կարողանում ուժ կիրառել։ Իրանց չի ենթարկում հասարակությունը արդեն։ Արդեն վտանգավոր է, Նիկոլ Փաշինյանը կորցնում է վերահսկողությունը, որտեղ նույն ուժային կենտրոն կառույցներում ծառայում են հայեր հաստատություններում։ Այնտեղ հայեր են, իրանք հավատացյալներ են, 90% համոզված են։ Եվ Նիկոլ Փաշինյանը պարակտում է գցում, պարալիզացնում է իր գայլերով հայկական պետականությունը։ Նիկոլ Փաշինյանն է դա անում։ Պետք չէ այսօր ուժային մեթոդներով Աջապահյանին արքիեպիսկոպոսին վերցնել Էջմիածյանից կամ Շիրակից։ Այդքան վտանգը մեծ չէ։